Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Խաղաղության խորհրդի հիմնադրումն ամրագրող փաստաթուղթը։ Վարչապետը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով էր մեկնել Շվեյցարիա։ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։ Այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ Հայաստանը կունենա երկրորդ միջազգային օդանավակայան։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են երազք սադարակ հատված և ուսումնասիրել երկաթուղու վիճակը բացման նպատակով։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է անհապաղ կազմակերպել Նարեկ Սամսոնյանի վիրահատությունը։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Քալբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 14-րդ օրը տեղափոխվեց հիվանդանոց։ Այս մասին հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Սամսոնյանը բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ Կառավարությունը այսօր ընդունեց 3 նախագիծ, որոնք վերաբերում են ուսուցիչների, Սահմանադրական դատարանի դատավորների և ոստիկանության գվարդիայի աշխատակիցների հավելավճարներին։ Ի տարբերություն դատավորների և ոստիկանների, ուսուցիչների համար հավելավճարի ստացումը շարունակում է պայմանավորված մնալ ատեստավորման գործընթացով։ Դատարանը պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Դատարանի որոշումը ազդակ է։ Չի կարելի մտածել, որ անպատիժ են և կարող են Սամվել Կարապետյանի նման հեղինակություն ունեցող մարդուն զրպարտել և վիրավորել, հայտարարել է փաստաբանը։ Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական օլիգարխի նախագիծը ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում, այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձիկ և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են, չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։ Կառավարությունը մտադիր է նորից խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքները։ Նախագծով Ստեփանավանը կխոշորացվի և ընդհանուր առմամբ 29 համայնք կմիացվի իրար։ Քննարկվում է նաև Վանաձորին Փամբակը միացնելու տարբերակը, որի դեպքում Վանաձորը կդառնա Երևանից մեծ։